2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո մենք համոզվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում խոսել ընտրությունների մասին ուղղակի միամտություն է։ Ուստի հենց այդ օրվանից մեզ համար վերջնականապես հասկանալի դարձավ, որ այսօրվա ճահճային պատկեր դրսևորող քաղաքական դաշտից դուրս գալու ելք չունենք։ Մեծ զրույցում այսպես սկսեց իր խոսքը Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրար Սեֆիլյանը։ Վերջինս համոզված է, որ ներկայիս նախընտրական շրջանի պասիվությունը ձեռնտու է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Մարտի 1-ի դեպքերին ականադեսը լինելով եւ անցած տարիներին ռեգիոնալ անցուդարձերը, որ գնում են մեր շուրջ, այս երևույթները նրան խիստ վախեցրել են եւ այդ պատճառով է, որ մենք այսօր ունենք նաեւ քաղաքական ամայացած դաշտ։ Նա է որոշել, թե ովքեր պետք է մասնակցեն ընտրությունների, ովքեր ոչ։ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծում է, որ եթե համեմատականներ ենք անցկացնում 2008 եւ 2013 թվականների նախընտրական շրջանների հետ, ապա պետք է նշել, որ դրանք միմյանցից էականորեն տարբերվում են։ 2008 թվականին բևեռացված էր հասարակությունը, մթնոլորտն անհանդուրժողական էր, գնում էր ռեսուրսների պայքար, իսկ այժմ ճիշտ հակառակն է։ Չկա բևեռացում, սակայն տեսակետների բախում առաջիկայում անպայման կլինի, նշում է պատգամավորը։ Շիկացած մթնոլորտը երբեք էլ չի կարող լինել օրինական ընտրություններ, երբեք էլ չի կարելի ասել, որ կարողացավ յուրաքանչյուր կողմը իր ծրագրերով հանդես գալ, որովհետև ավելի շուտ գնում էր պայքար, ով այսպես ոչնչացնի։ Խաղաղ հանրահավաքներ իրական տեղի ունենում, ուժային ավելի շուտ պոստընտրական գործընթացները տեղի ունեցան, այլ իշխանությունների կողմից գործադրվեց ուժ, եւ այդ իմաստով իրենք երևի ինքնակնադատությամբ են զբաղվում իշխանությունները, որ ասում են, որ ուժ է կիրառվել, որտեղ իրենք էին ուժ կիրառողը։ Մինչդեռ Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմենակ Դովլաթյանը համոզված է, որ այս ընտրություններում եւս իշխանությունները հասարակության նկատմամբ ուժ գործադրելով քաղաքացիներին կստիպեն մասնակցել ընտրություններին եւ որ նորից հեշտությամբ կվերարտադրվեն։ Արմենակ Դովլաթյանը քաղաքական դաշտի ներկայիս պասիվությունը պայմանավորում է որոշ գործիչների չառաջադրմամբ, ինչն ըստ հականդամի ունի իր պատճառները։ Հիմա նման ակտիվություն չկա եւ դա բնական է, որովհետեւ այն ուժերը, որոնք մասնակցում էին այն ժամանակ ընտրություններին, այսօր չեն մասնակցում, այդ թվում նաև Տեր-Պետրոսյանը։ Լուրջ մրցակիցներ չեն ծնվում, լուրջ մրցակիցներ դառնում են։ Յուրաքանչյուր թեկնածի, ով կարողացավ հանրության հետ ազնիվ անկեղծ զրուցել եւ հանրությունը նրա մեջ տեսավ ուժ, կարողություն, որը կարող է որևէ խնդիր լուծել, ապա նա կլինի լուրջ մրցակից։ Եթե լուրջ են, բա ուր են այդ թեկնածուները։ Եթե չկան, ուրեմն լուրջ չեն։ Ընտրությունները հեռու չեն եւ կտեսնեք, թե ինչպես նորից մարդկանց ստիպողաբար, կաշառքներով եւ այլ ձևերով կտանեն ընտրությունների, որպեսզի որոշակի թիվ քանակ ապահովեն։ Փորձը ցույց է տվել, որ եթե երկրում օրենքի գերակայություն չի ապահովում, ապա ընտրությունները շարունակվում են կեղծվել եւ արտար ընտրություններով իշխանությունների կազմավորման հարցը լուծելու խնդիր երբեք էլ չի դրվի, անկախ նրանից, թե տվյալ ընտրությունները ակտիվ թե պասիվ նախընտրական շրջան է ունեցել, համոզված է Արմենակ Դովլաթյանը։ Էմապալյան Գորհովանիսյան, Գալանյուս։